Պարոն Զաքարյան, բարև ձեզ, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք այս զրույցին։ Պարոն Զաքարյան, նորընտիր ազգային ժողովը սկսում է իր աշխատանքները։ Մի քանի հարցեր կապված կլսենք նաև ձեր մեկնաբանությունը։ Երբ Ռուբեն Ռուբինյանը ազգային ժողովի նախագահի թեկնածու էր, երեք ինքը ԿՊԱ-ականների ձայներով ընտրվեց որպես ազգային ժողովի նախագահ, նրան ընդդիմադիրները հարց էին ուղղում Տիգրան հետ կապված։ Երաշխավորում եք արդյոք, որ լինելով այս պահին թեկնածու, ձեր իշխանության օրոք Տիգրան չի հանձնվի, մենք տեսնում ենք ինչպիսի խուսափողական պատասխաններ եւ ըստ էության հաստատում էր այն, որ հանձնվելու է, եթե հաշվի առնենք, որ խոսում է, որ Հայաստանի Հանրապետության 29743 քառակուսի կիլոմետրի տերն են իրենք, այդ չափի այդ սահմանների մեջ Տիգրան չի մտնում։ Պարոն Զաքարյան, պետք է խնդրեմ բացատրել ինչ է նշանակում Տիգրան հանձնումը եւ իրականում ինչպես են իրենք Արծվաշենն ու Տիգրան դնում նույն հարթության վրա։ Արծվաշենն ու Տիգրան հետ դնում են նույն հարթության վրա, ուր է Արծվաշենը։ Իրանք ինչ են ասում, Արծվաշենը բերելու են։ Հա, տենց բան են ասում։ Սուտ են ասում։ Իրանք բացի տալուց ուրիշ ոչի բան չեն անում։ Հայաստանն էլ են տալու։ Կամաց կտրտելու են տալու են։ Մեկին տալու են։ Լորին մեկը ասում է Վրաստանին նա, չէ, մեկը ասում է, չգիտեմ, այնտեղ Տաշիրը սենց, մեկը նենց։ Այդ մարդկանց քաղաքականությունը թուրքերի քաղաքականությունն է։ Ես դա իմ կարծիքն է։ Ես համոզված եմ, որ իրանց նպատակը վերջնական Հայաստանը որպես պետություն վերացնելն է։ Եվ դրա համար այդ հարցերի պատասխանները ինչ ասեմ, ոնց ասեմ։ Ամեն ինչ էլ տալու են։ Քանի դեռ հայերը թույլ են տալիս, որ իրենց ղեկավարեն թուրքերի խամաճիկները, թուրքական քաղաքականությունը Հայաստանը վերացնելու առաջ է գնալու։ Երբ որ հայերը որոշեն կանգնացնել այդ ուրեմն կործանումը, այդ ժամանակ մենք չենք ունենա թերքահաճո, թուրքերի ծառա, թուրքերի կամքը կատարող, եւ ես արդեն գենետիկորեն չգիտեմ, միգուցե նաեւ թուրքերից ծերված իշխանավորներ ընդհանրապես։ Էտա։ Գիտեմ, որ դա իրանց համար վիրավորանք էլ չի, իրենց շեֆն ասել է, որ դա դաժե կարելի է իրանք կոմպլիմենտ են համարում իրանց համար։ Երբ որ իրանց մենք ասում ենք, որ իրենց սիրելի մեծն թուրք ժողովրդի զավակ են իրանք։ Պարոն Զաքարյան, 4 պատերազմ բերած իշխանության ներկայացուցիչ Ռուբինյանը խոսում է, որ իր 2-ամյա երեխան ծնվել է խաղաղ պայմաններում եւ ինքը ամեն ինչ անելու է, որ երեխաները ծնվեն ու մեծանան խաղաղ պայմաններում։ Կխնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Իմ երեխաներն են ծնվել խաղաղ պայմաններում, չգիտեմ իր երեխաների երբ են ծնվել, բայց իմ թոռները արդեն ծնվել են այդ քուզեր ասած 4 պատերազմների ընթացքում։ Հենց որ հիմա, այսինքն իրանց իշխանության օրոք։ Եվ դա ասենք ինչ ասեմ Մարիամ ջան, որ սուտը անունը պետք է փոխվի երևի ստախոսությունը ԿՊԱ-խոսություն պետք է դրվի, դա փաստ է։ Ասենք ձեր հարցերը եկան ակնհայտ է, իրանք ամեն ինչն են սուտ ասում, կամ մի բան որ սուտ չեն ասել, օրինաշերեք։ Ասենք մի բան ասեք, որ իրանք ասել են ու արել են, կամ ասել են սենց է եւ չի պարզել, որ դեռ դրա հակառակն է։ Սուտը իրանց աստվածն է, սուտը իրանց կուրքն է։ Ամեն ինչ իրանց ստի վրա հիմնված։ Իրանց իշխանությունը սուտ է։ Դրա համար որևէ բան ակնկալել, որ նրանց բերանից, եթե դա բերան կարելի է կոչվել, որևէ ճշմարտություն երբևէ դուրս կգա, դա ինքնախաբեություն է նորմալ մարդկանց համար։ Խոսքը չի գնում են ստամոքսով մտածող ստամոքսահյութը ուղեղի տեղը լցրած ինչ-որ հիվանդ տեսակի մասին, որոնք որ ընտրություն եւ ընդհանրապես իրենց կյանքի իմաստը տեսնում են իրենց ստամոքսի բավարարության աստիճանով։ Այդքան բան։ Դուք եք բազմիցս խոսել եւ բոլորը ահազանգում են, որ ադրբեջանական կողմը խոսում է, որ 300,000 ադրբեջանցիներ գալու են Հայաստան, մյուս ԿՊԱ-ական ընդդիմադիրներն ասում են, ձեր քթերից ենք բերելու, որ ժողովրդին ահաբեկում եք 300,000 ադրբեջանցիների գալով, բայց դա իրողություն է այնքանը, որ տեսնում ենք ամենաբարձր ու տարբեր ամբիոններում բարձրացնում է իդեմս Ալիևի հենց այս հարցը, խնդրեմ։ Ասեմ ձեզ, որ ոչ թե գալու են, եկել են մի մասը,
ուշադրություն դասեք, քանի հոգի արդեն ձայնագրություններ են տեղադրում, չէ։ Այսօրվա ադրբեջանական անվտանգության ծառայությունները ոնց է դիմում, ԱԱԾ, հա, Ադրբեջանի անվտանգության ծառայություն, եւ մնացած ուրեմն ադրբեջանական ոստիկանության ուժերը, չգիտեմ, ադրբեջանական իշխանավորները եւ այլն, նրանք ապահովում են նրանց ուրեմն անվտանգ կեցությունը Հայաստանում։ Եթե դուք այս նորակառույցների գնորդների ցուցակները երբևէ կարողանաք ստուգեք, ես համոզված եմ, որ շատ-շատերին արդեն որպես սեփականատեր այդ նորակառույցներում կհայտնաբերեք, որ հենց ադրբեջանցիներ են, արաբների անուններով եւ մյուս անուններով։ Դա ես ենթադրություններս իմ հիմնված են ինչ որ փոքր նաեւ փաստերի վրա, կոնկրետ արաբների հետ կապված, արաբը Հայաստանում տուն առնում ինչ անի, ես արաբների անուններով ժամանակին ասել եմ, որ գնվում են հողեր, գնվում են տարածքներ, գնվում են բնակարաններ, անձամբ ինձ էլ 2014 թե 15 թվականին արաբները կապնվել են ռեպորտաժ էին ուզում, ես այն ժամանակ դիմեցի Արցախի ազգային անվտանգությանը, ասեցի, որ ինձ հետ sense կապ են հաստատել, իրանց օգնությամբ մենք հայտնաբերեցինք, որ իրականում արաբների միջոցով կապը հաստատում էին թուրքերը եւ համապատասխան գործողությունների միջոցով, որպեսզի թույլ չտանք, որ ինչ որ գտնեին մի լրագրողի կամ ինչ որ մի ֆիլմ արտադրողի, որը իրենց ուզածով կարտադրեր, իրանցից գումարները ոնց որ օդ ստացելու համար մենք այնպիսի ռեպորտաժ արեցինք, իմանալով, որ պատվիրատուն թուրքեր են, որ իրենք դա չկարողացան օգտագործել, որովհետև ինքը հայանպաստ, հակաթուրքական եւ ընդհանրապես հայկական հարցի կողմը գովաբանող եւ թուրքերին ագրեսոր անող ռեպորտ ստացվեց։ Դե պարզ է, որ իրանք արաբներ էին հանդես գալիս, չէին կարող ասեն, որ դա իրանց դուր չի գալիս, որ իրենց զակացիկներին դուր չի գալիս։ Ինչի՞ սա պատմեցի։ Որ ես փաստեր ունեմ, ոնց են իրենք արաբների եւ այլ ազգիների միջոցով կարողանում ձեռք բերել սեփականություն, որը վաղ թե ուշ իրանք կօգտագործեն արդեն երբ որ իրենց մուտքը լրիվ ազատ կլինի, չնայած իրենց մուտքը այսօր ազատ է։ Ոչ մի հայ այսօր չի կարող գնալ Բաքու, բայց իրանք հանգիստ կարող են գալ եւ շրջել մեր քաղաքում եւ արդեն քանի դեպք տեսել ենք, չէ՞, օրինական, որ ադրբեջանցիները եկել են, գնում են իրենց գյուղերը, համագյուղա, որտեղ որ բնակվել են ժամանակին, համագյուղացիների հետ զրուցում են, չէ՞, տեսել եք, չէ՞, այդ ռեպորտաժները։ Իհարկե։ Կարա մի հատ հայ այտենց ազատ գնա Ադրբեջանի որևէ գյուղու ու շրջի, չի կարա, որտեղ այնտեղ տեղի հակառակ ազգային անվտանգություն կոչվածները իրենց ազգին են ծառայում, իսկ մեր մոտ ծառայում են մեր թշնամուն, բարի բունի մասով տենց է դուրս գալիս։ Ցավում եմ ես դա ասելով, որտեղ ազգային անվտանգություն ծառայությունը դա ազգային շահերի, ազգի պահպանման, ազգի ուրեմն ամենակարևորագույն ուրեմն ինստիտուտներից մեկը պետք է լինի, որ ցավոք սրտի մենք այսօր չունենք։ Իրենք զբաղված են ուրեմն անդիմադիրներ բռնելով, գործ սարքելով, մարդկանց անձնական կյանք հեռախոսներով եւ այս ինչ հիմա խոսում ենք իրանք ձայնագրում են, հետո էլ ասում են, որ մենք մեր աշխատանքն ենք անում, հրաման ենք կատարում։ Ցավոք սրտի այսօր դա չի գործում, բայց հույս ունեմ մի օր կգործի, հանցագործ հրաման կատարողը հանցագործ է։ Այդքան բան։ Ինչ վերաբերում բանին արդեն ասեցի, Արծվաշենը երբ որ հետ կբերեք նոր, երբ որ հետ կբերեն, մի մետր հող երբ որ հետ կբերեն նոր, թող խոսան։ Իրանք մենակ հանձնող են։ Եկած օրից հանձնում են մինչև այսօր։ Եվ պարոն Զաքարյան, մենք տեսնում ենք, որ Հայաստանի տնտեսությունը ինչպիսի կոլապսի մեջ է, ավիրվում է ամեն ինչ, տնտեսական լրջագույն խնդիրների առջև է կանգնած հայ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետությունը,
175 միլիոն տրամադրում են Վարչաֆեստին, որ այս ամիս է տեղի ունենալու, 24 միլիոն տրամադրում են հեծանվային արշավին, եւ այս ամենին զուգահեռ վերջապես Փաշինյանը հեռախոսազրույց ունեցավ Պուտինի հետ եւ երբ խոսում էին, որ տնտեսական այս հարցերի կարգավորման շուրջ պետք է զրույցը լիներ կամ եղել է, արդյունքում տեսնում ենք, որ ել ավելի են սաստկացել այս սահմանափակումները եւ Փաշինյանը դեռ ինքն է ասում, որ այս հարցը եթե չլուծվի, սա լինելու է ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը։ Ուրեմն տնտեսվարողները իրենց մեծ մեղք ունեն դրա մեջ։ Տեսել եք երևի համացանցում, որ ասում է թեկուզ են Սարոկյանի մոտ աշխատողներ, ասում է, բա մենք դրա համար գնացինք, ընտրեցինք քեզ Փաշինյան, չէ՞։ Ու հիմա լաց է լինում։ Հա, դրա համար ես ընտրել։ Դու ընտրել ես, որպեսզի քեզ քո տնտեսությունը վարի տան։ Դու ընտրել ես, որպեսզի քո տունը հանձնեն։ Դու ընտրել ես, որպեսզի քո բիզնեսները փակվեն։ Դու ընտրել ես, որպեսզի երկիրը դառնա աշխարհում չլսված համար 1 ներդրումների համար ամենավտանգավոր առաջին տեղում գտնվող երկիրը։ Խփնվել է մի հատ մեկնումեկը, տեսնելով այս ամեն ինչը, որ կատարում է տնտեսվարողների հետ, այստեղ մի դրամ փորձի ներդրում անել։ Պատկերացնում եք, որ կարա հանգիստ գա քեզնից պետությունը ասի, դրեցիր, ապրես, սարքեցիր, այս բանը սարքելը շատ լավ է։ Այս ինչ լավ մարզասրահ, այս դուրս եկավ, անունը փոխեմ դառնա իմը։ Այս ինչ է, այս ինչ բիզնես է։ Դե թող գնան վիոլա ջուրը խլեն։ Թող գնան, կարան չեն կարա, չէ, որտեվ իրանց պապնա, չէ, էդի ծախե։ Մի խոսքով ասածս ինչ է, Մարիամ ջան։ Տնտեսվարողները թող իրանց մեջ փնտրեն այդ մեղքը, որովհետև իրանք շատ մեծ մեղք ունեն, մեղքի բաժին ունեն դրա մեջ։ Մտածելով, որ իրանց երկու հատ ձուկը ծախելու համար լուչ չէ, այդամ սրան ընտրեն, որտեվ իրավորոք եմ այս ձուկը ծախում։ Այո, ով իրան այսօր աջակցել է, նա ամենաշատն է դուժելու։ Սատանիստների սիրած գործելա ոչնա։ Ով որ սատանային պաշտում է, սատանան առաջին նրան է պատժում։ Առաջինը նրա հոգին է առնում տանում դժոխք, չէ։ Պաշտում է իրան, դրա համար իրանը հեշտ է։ Պետք չի խապել, համոզել, ստիպել, որ մեղ գործի։ Գայս ասում է, արի գնանք դժոխք, վերցնում է հոգին տանում է դժոխք։ Մի պատմությունն է ստեղ։ Եթե զարմանալու բան չկա։ Եթե տնտեսվարողները չբռնեին ու բան չանեին, ինչա, չաջակցեին, նա չէր կարող այդքան կեղծիքներ անել։ Ինչ որ տոկոս աջակցել է, որ ինքը դրան ավելացել է, այդ ահավոր տոկոսները կեղծիքի, որով որ կարողացան իրենց իշխանությունը, այսպես իշխանությունը պահել, չէ։ Տնտեսվարողները թող մտածեին եւ գնային ճիշտ ընտրություն կատարեին։ Չնայած ճիշտ ընտրությունը այս անգամ հիմա արդեն մտածում եմ դժվար է կատարել, որովհետև իրոք ես չեմ տեսնում այն ազգային ուժերը, իրականում չեմ տեսնում այն ազնիվ, անաչառ, անշահախնդիր, ազգին նվիրված այն ուժը դեռևս չեմ տեսնում, որին արդեն իսկական հայը ուզի չուզի, անկախ իր կամքից հոգու կանչով գնալու ընտրելու է, չեմ տեսնում, որովհետև տեսնում եմ պոպուլիզմ, տեսնում եմ ձևականություն ամեն ինչի մեջ, տեսնում եմ խաբեություն ամեն ինչի մեջ, տեսնում եմ մակերեսային, այն ամենացածր մակարդակի PR, տեսնում եմ, որ այսօր թեկուզ ընդդիմադիր դաշտում պատգամավորները բլոգեր, լավ բլոգերը տանենք, ինքը մարդ ունի, պոպուլյարնի բլոգերը տանենք, ծարգենք, ամբողջ դաշտը դրանով է լցված։ Եվ դրա համար էլ այսօր ենք մասնագետները ոչ մի կողմից ընդունելի չեն, մասնագետները ոչ մի կողմից պահանջված չեն, խելացի մարդիկ, խորը մտածող ազգային մարդիկ ոչ են դաշտում պահանջված չեն, ամեն ինչը հիմնված է սուտի պոպուլիզմի վրա, դրա համար էլ մեզ Աստված պատժում է, երբ որ մենք կապաշխարենք եւ ճիշտ ուղու վրա կանգնենք եւ մեր Տեր որպես միակ Տեր կընդունենք, Տեր Աստծուն, այլ ոչ թե ինչ որ մի կուրքի, ոչ մի լիդերի չենք սակի մեր կուրկն ու Աստվածը, փողը չի լինի մեր խաչը, այդ ժամանակ երկիրը միգուցե ուղղվի։ Հիմա ցավոք սրտի ես դա չեմ տեսնում։ Շնորհակալություն, պարոն Զաքարյան։ Գիտեմ շատերին սա դուր չի գա, բայց մեկ-մեկ պետք է ճիշտը ասել։ Ես այդպես եմ հիմա տեսնում։ Շատ հիասթափված եմ ամբողջ քաղաքական դաշտից, ամբողջ։ Դիմադիր եւ այլն։ Շնորհակալություն։
Իհարկե անհատներ կան, որոնց ազնվության մեջ դեռ չեմ կասկածում։ Դա էլ ավելի։ Շատ լավ, շնորհակալ եմ պարոն Զաքարյան։ Հաջողություն։